Ինչ կդիտեք ինվալբերիսի պատվերների փաթեթավորումը, եկեք ձեզ ասեմ գումար աշխատելու հակառակ կողմը, այսինքն թե ինչի մեջով պետք է անցնել մինչև ունենալ լավ վաճառքներ։ Առաջին այն է, որ պետք է ունենաք համբերատարություն, քանի որ ամեն ինչ հարթ չի լինում։ Մրցակիցները շատ են, ինչպես նաև ցանկությունը գումար աշխատելու բավականին շատ է լինում սկզբից եւ բացականին արձագանքելը բավականին բարդ։ Նույնիսկ եթե դու վստահ ես, որ դու ներկայացնում ես բավականին հաջողված ապրանք, միևնույն է կգտնվեն մարդիկ, ովքեր վատ կարձագանքեն։ Սկզբնական շրջանում բավականին բարդ է ստացվում այդ արձագանքներին, այսպես ասած, դիմակայելը, քանի որ էկրանի այս կողմից չես կարող ապացուցել քո ճիշտ լինելը կամ քո ապրանքի լավ վիճակը։ Եվ երկրորդ ամենացավալի ու ամենաբարդ բանը այն է, որ ապրանքդ կարող են փոխել, ապրանքդ կարող են փչացնել, հետ ուղարկել եւ որպեսզի այս ամենից խուսափես, պետք է ունենաս վիդեոնկարահանող կամերա, որպեսզի դու կարողանաս ապացուցել քո ճիշտ լինելը։ Եթե ոչ, ապա փոքր բիզնեսները այսպես կարող են շատ հեշտ դուրս գալ խաղից։ Եվ կարևորագույն հարցերից մեկը այն է, որ պետք է edge-դ լինի օձիվներով լցված, որպեսզի կարողանաս ապրանքդ ճիշտ ներկայացնել։ Հավատացեք, որ շատ-շատերի հետ արձագանքը չի լինում։ Հետ է գալիս օձիվ վաճառքիդ ընդամենը 10%-ը եւ հիմնականում հետ արձագանք են տալիս բացասական օձիվները։ Այդ իսկ պատճառով շատ մասնագետներ, ովքեր սովորեցնում են Wildberries-ում աշխատել, միշտ ասում են կատարեք ինքնագնումներ եւ լցրեք օձիվներով։